Բարև ձեզ սիրելի ուսուցող բարեկամներ, անգամ եւս կողջուն եմ ձեզ AMG-ի հեռուստաընկերության հիմնակար հաղորդաշարով։ Եվ այսօրվա մեր ծրագիրը հատուկ նպատակ ունի ներկայացնելու մեր պատմությունը, մեր հայերի պատմությունը։ Եվ այս առիթով կուզեմ իսկապես շնորհակալություն հայտնել AMG հեռուստաընկերության տնօրինության եւ վարչական կազմին, որ նախատեսեց այսպիսի ծրագիր, որովհետեւ կարողանանք ներկայացնել հայ պատմությունը, հայերի պատմությունը, հայոց պատմությունը եւ դա ցևով ժառանգ դարձնենք մեր հաջորդ սերունդի, մեր երիտասարդներուն, որոնք դժբախտաբար շատ հաճախ ամեն ինչով գզբաղվին, բայց երբ հարցը գկա մեր ազգի, մեր հայության պատմության, շատերը կսեն թե չենք հասկանար, չենք գիտեր, չենք կրնար կարդալ եւ այլն եւ այլն։ Եվ պետք է ասել, որ սիրելիներ, այո, եթե մտնեք գրադարան եւ նայեք հայ պատմության մասին, եւ ցես կարող եմ ասել հիմա այնքան է հեշտացել սոցցանցերում գտնել օրինակի համար տեսեք հայ ժողովրդի պատմություն հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա պատմության ինստիտուտի բազմահատորային ուրեմն խմբագրական կոլեգիա եղած է այս մեկը եւ դպվել է 1984 թվականին դուք կարող եք ընդամենը 327 էջանոց գիրք է, որոնք կարող եք դուք նաև առցանց ծրի է գնալ Google անել հայ ժողովրդի պատմություն, հայերենով հետենեք անպայման այս գիրքը մեջտեղ կուքա եւ կարող եք դուք շատ հանգիստ գարտալ, բայց պիտի ասեի սա մի քիչ շատ այսպես ասած գիտական աշխատանք է եւ կարող է ոճը շատերիդ համար շատ ցանցանալի լինի դրա համար նաեւ կա Մկրտումյանի հայոց պատմությունը որ 2016-ին է լույս տեսել սա նաեւ նորեն արցանց է 200-300 էջանոց է եւ դուք կարող եք ծրիորեն մտնել եւ հայոց պատմություն անվան տակ Մկրտումյան եթե հայերենով գրեք նույնիսկ գրնակ նաեւ Google-ի վրա կամ ուրիշ որևէ մեկտեղ ուրեմն ինչ է մեր այսօրվա նպատակը կուզենք մեր ապակա սերունդին նախ սորվեցնել եւ ինչու՞ չէ նաեւ զգալ հպարտ երջանիկ եւ բոլորովին տարբեր զգացումներով այլևս իր ազգին, իր ժողովրդին մասին խոսելով։ Ուրեմն նախքան հայոց պատմությունը սկսելը կուզեի անցնել այն թեմայով, այն նյութով, որ ինչ է հայրենասիրությունը, ինչու է կարևոր հայրենասիրությունը։ Հայրենասիրությունը յուրահատուկ զգացմունքային փորձ է երկրի պատկանելիության, քաղաքացիության, լեզվի եւ ավանդությունների, հայրենի հողի եւ մշակույթի նկատմամբ նման զգացումը ենթադրում են հպարտություն այն երկրին, որ դու ծնվել ես կամ պատկանում ես։ Հայրենասիրությունը ուղղակի սկսավ ժողովուրդներու մեջ։ Ամենահինը, որ ես գրծա ուսումնասիրել, առաջին անգամ հունարենով ըսված է հայրենասիրություն եւ դա սպարտացիներն են Spartans որ գսեն ինչպես գիտեք նախահունական շրջանին քաղաքներու պետություններ Արանցիներ Աթենքը, Արանցիներ Սպարտան, Արանցիներ եւ այլն, Կորֆուն եւ Գրետան եւ այլն։ Այստեղ ես չեմ ուզել հունած պատմություն պատմել, բայց եւ այնպես ասեմ, որ հայրենասիրությունը հունարենից թարգմանված է որպես հայրենիք հասկացողությունը։ Այս զգացումը, որի էությունը սիրահարված է իր երկրի համար։ Օրինակի համար սպարտացիը, եթե վատ խոսեիր,
Սպարտայի մասին սուրը կահաներ եւ կսպաններ եւ ադոր ցևը հոլիվուդյան այս ֆիլմերուն մեջ 300 որ կա այնտեղ կպատմվի թե ինչպես պարսիկները Պելոպոնյան պատերազմին որ գուքան եւ կբաշարեն Հունաստանը երեք իրենց այդ Լևոնիթաս անունով այդ ղեկավարը կառնե 300 զորավոր զինվորներ սպարտացիներ եւ գերտան ու գպահպանեն Թերմոպիլեի գիրջը, այնպիսի գիրջ մներ, որ հազարավոր մարդիկ թիմացը դե, բայց մեկ պետք է ներս մտնեն կամ փոքր խմբով պետք է մտնեն ու իրենք 300 հոգիով գրցան այդ գիրջը պաշտպանել մինչև որ թավատրությամբ մեկը սպարտացիմը թավաճանեց եւ փանագը եկան ու երկու կողմեն 300-նալ այնտեղ սոխվեցին եւ վերջին խոսքը եղել է այն զինվորին որ պետք է վազելով երթար քաղաք Սպարտա եւ Լուրդար եւս էր որ քնա Սպարտա եւս է որ այստեղ Լևոնիթաս իրենց ղեկավարը Լևոնիթաս եւ 300 զինվորները մինչեւ իրենց արյանքինը պաշտպանեցին Թերմոպիլեի գիրջը ուրեմն տեսեք այս պատմությունը հազարավոր տարիներ յետք նորեն շատ աժմիական է եւ երբ որ մենք խոսենք կարծես թե մեր ազգի հայերու մասին է որ գխոսենք եւ շատ հաճախ երբ որ ես փոքր էի ընդհանուր պատմություն շատ էի սիրում եւ երբ որ սպարտացիներու մասին այս խոսակցությունը գնում էր ես ինքս կարծում էի որ Լևոնիթասը ինքը հայը եղած է իսկ գալիս է նաև ուրեմն ասեցինք որ հայրենասիրությունը այն հողի հետ կապված մշակույթի հետ կապված այն սերն է այն երկրպագունն է իսկ ինչ է ազգասիրությունը կամ ինչպես հասկա դարձյալ պետք է մատնանշեմ որ հույները որոնք իրենց ծննդավայրները թողնելով որբեսի գնան ավելի բարվոք ցանկը ստեղծեն Հունաստանեն թեպի արևելք եւ հյուսիս արևելք սև ծովի շրջան ինչպես գիտենք օրինակի համար այսօր մինչև հիմա ռուսներն ու ուկրաինացիները որ գրիվ կնեն պատերազմին այդ խրիմ կոչված այդ թերակղզին եղել է հնակույն ժամանակներու նաեւ հունական քաղուտ որ Թեոդոսիա եւ այլն նորեն գսեմ նպատակս հուներու պատմությունը չէ որ ուզեմ բայց ցեզի հասկանալի լեզվով ասեմ որ այս քաղութային ցանցը որ ոչ միայն հույները ունեցան ոչ միայն բարսիկները ունեցան տարբեր ազգեր ինչպես նաև հայերը ունեցան քաղուտներ կազմելու որ հետո Եվրոպան դարձուց կոլոնիզ որ գսեն եւ այնտեղ գնալով այո շատ լավ է եւ ուրեմն պետք է ասել որ տարբեր երկրներում հիմք դրին բայց միշտ այդևս հայրենասիրության հետ կապ չունեին, որտեղ արդեն երկրորդ, երրորդ սերունդն էր, որ ասենք գծներ տարբեր հողի վրա, բայց այստեղ կսկսեր ազգասիրությունը։ Այն ժողովուրդը, որ իր երկրեն եկավ այս ուրիշ տեղ, այնտեղ է որ ազգասիրությունը, այսինքն լեզուն կպահեին, իրենց սովորությունները կպահեին եւ այդպեսով ազգասիրություն կնշանակի սիրել ազգի գերդած մշակույթը անցած ուղին մղած բայկարները նրա արժեքային ողջ համագարկը եւ այլն եւ այլն ուրեմն հայոց պատմությունը կամ հայ ժողովրդի պատմությունը որը ժամանակագրական առումով ես բաժներ եմ քանի մասերու եւ պիտի ժամանակվա ընթացքին ներկայացնենք ուրեմն ներկայումս հայոց պատմության բարբերացումը
գդարվում է հետևյալ ցևով, որ հնակույն շրջան, որոնք նախապատմական ժամանակներից մինչև կրնամ ասել Վանի թագավորություններ, հետո գուկա հին շրջան, Երվանտունիները մինչև քրիստոնեական ներթրափանցումը Հայաստանի մեջ քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն արդեն մենք հասանք արշակունի այդ շրջանը Միշնաթարը քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև հայ ազգային ազատագրական շարժման վերելքը եւ նաեւ նոր շրջան սկսում է հայ ազատագրական շարժումներով եւ հասնում է մինչեւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը եւ նաեւ կա նորակույն շրջան կընդգրկե Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ հանրապետությունները, ինչպես նաեւ Արցախի պատմությունը։ Մենք ուրեմն եկեք կենտրոնանանք մեր հնակույն շրջանին մեջ։ Հայաստան, հայեր, ըստ Մովսես Խորենացիին հայոց պատմության Հայաստան անունը կապվում է Հայկ Նահապետին հետ։ Դա Խորենացիի մեկնաբանությունն է, բայց ներկայումս գիտական շրջանակների մեջ ընդունված է հայ ժողովրդի ինքնավարումը կապել խետական արձանագրություններուն հիշատակող այնտեղ Հայասա երկրի հետ, որը ենթադրաբար սպաղացրել է փոքր հայքի շրջանին, ինչպես նաև արևելյան մասին մեծ հայքի բարձր հայտնահավ եւ այլն, մինչև արևմտյան Եփրատի շրջավանքը, մինչև Սև ծով ներառյալ արևելյան բոնդական լեռները։ Այստեղ սկսենք ես ցեզի գուզեմ ցույց տալ մեր հին պատմության հետ կապված հնակույն շրջանեն հետ սա Ազոխի քարանցավը։ Ուրեմն հայկական լեռնաշխարհը հնակույն մարդու նախնական բնակեցման տարածքաշրջաններն մեկն է եւ այս ոչ թե միայն հայերը գսենք, նաեւ գերմանացի 17-րդ, 18-րդ, մինչև 19-րդ դարու այսպես ասած անթրոպոլոգիստներ եւ այլն իրենք կշեշտեն, որ հուբշմանը օրինակի համար ցեզի օրինակ մտամ, որ ինքը գահադուկ կսեր դի արմենիշը հոխլանդ հայկական բարձրավանդակը սկիզբն է մարդկության։ Իհարկե ինքը գօգտագործել բիբլիական, բայց եւ այնպես ցեզի անկեղծ ասեմ պատմությունը բադմողի ագնոցով է երևակայեցեք եթե ովևէ մեկը գուզե բամը պատմել իհարկե իր մոդեցումով է որ կներկայացնե ուրեմն նախատարյան հասարակության հին քարի դարի առաջին մասին եւ այստեղ ես նաեւ քանի նկարներ գուզեմ ցեզի հետ մաս կազմել եւ ցույց տալ ցեզի որ տեսեք թե ինչպես այդ ժայրերու եւ քարայրներու մեջ հայկական արձանագրություններ եղած են այսինքն ժայռապատկերներուն մեջ են քեղամա լեռներուն կարող ենք նաեւ տեսնել հավասի կտեսնեք շատերը կգարցեն մեկը խաչ է մյուսը նացիների նշանն է բայց հավատացեք որ ահավասիկ սա հին հայկական քեղամյան լեռներու մեջ են քարանցավներու մեջ են ժայռապատկերներ են առնված նկարներ են եւ ինչպես կտեսնեք ահավասիկ այստեղ հadouk նկարին վերևի աջ կողմը դարն է եւ մարդիկ կգարձեին թե Մեսրոպ Մաշտոց 406 թվականին 0-ն սկսած է հայկական դարերը քովի բերել բայց եւ այնպես այս շրջանը նոր քարի շրջանն է նորակույն ուսումնասիրությունների համաձայն Հայաստանի տարածքում թվակրվում է
Քրիստոսի առաջ 10,000-ամյակից մինչև 6-րդ հազարամյակի գեսերուն։ Երևակայեցեք 10,000 մինչև 6-րդ հազարամյակի գեսերուն ընկած այս շրջաններունն է սիրելիներ։ Շարունակենք նկարները եւ պիտի տեսնեք նաեւ այստեղ կուզեմ անպայման քարահունչի մասին ասել։ Այս հասարակության կյանքում մեծ տեղ են սպառացրել հավատալիքներն ու ձեսերը, որոնք կերազանցել են եւ կապված են եղել տարբեր մոլորակներու ուսումնասիրության եւ գենթանիներու, ինչպես ասենք, աստղերը կովկովի բերելով ներկայացրել են գենթանիներ, վիշապներ եւ այլն բնության եւ տարբեր մեթոդներ։ Ուրեմն Քրիստոսի առաջ 4-րդ հազարամյակի 3-րդ քառորդից հասարակական առաջընթացը Հայաստանի տարածքում նոր փուլ է թևակողում։ Լեռնաշխարհային այսուհետև ներկայանում է զարգացման նույն մագարտակի վրա գտնվող եւ համասեր մշակույթի մասին։ Ժայռապատկերները, որ կան, ահավասիկ դուք կտեսնեք Հերոդոսի Քարդեսը եւ այդ ժամանակվա աշխարհն է այդ պատկերացումը, որ Քրիստոսի առաջ 450-ական թվականներու է եւ կտեսնեք այստեղ չկա Թուրքիա, չկա Արաբիստան, չկա չգիտեմ ինչ, բայց կա Արմենիա։ Սա մենք չենք պատրաստած, որ ասեն շատերը, թե հայերը իրենց են իրենց սուտ պատմությունները ստեղծող, այստեղ Հերոդոսը ինքը Քրիստոսի առաջ 450 թվականին ցույց կտար, թե որ երկիրներն էր աշխարհի քարտեզը, իսկ Հերոդոսի մեր թվարկությունեն մոտավորապես 16-րդ դարի վերջը մինչև 10-րդ դարի առաջին կեսին ընկած ժամանակակրական այս քարտեզը շատ կարևոր հանգամանք մնե, որ մենք կրնանք հբարտությամբ ովևէ մեկ ազգին ցույց տալով ասել, թե այո, երբ որ մենք ոսկեթար ունեինք, շատ մի երկիրներ դեր ծառերու վրա կապրեին։ Այստեղ նաև գուզեմ հայ ժողովրդի կազմավորումը ասել, հավասիկ դուք դարձյալ կտեսնեք, այստեղ կամաց կսկսի մշակույթ, այստեղ կսկսի պատմություն, այստեղ կսկսի այս քարանցավներու ընդհանրապես օգտագործումը եւ մարդիկ իրենց պատմությունը կգրեին, կքանդակեին։ Ահավասիկ այստեղ արդեն մենք կտեսնենք ավելի գադարելագործված Վանի թագավորության մասին։ Վանի թագավորությունը եւ ժամանակակից պետությունների սահմանները։ Պատմական Հայաստանի տարածքում առաջացած ամենաառաջին պետությունը, որ ընդգրկեց հայկական լեռնաշխարհի մեծ մասը, դա Վանի թագավորությունն էր։ Մայրաքաղաքն էր Վանը, որ նաև կոչվեր Դուշբա կամ Դուսբա, գոյություն է ունեցել Քրիստոսի 9-րդ մինչև 6-րդ դարերում։ Հիմնադիրն է եղել Արամեն։ Դա հավասիկ կտեսնեք, թե ինչպես ուրտեղ են գուկա Արամ, Արմենիա բարերը, Արամեն մեր թվարկությունից 859 թվականեն մինչև 843 թվականը։ Կան տարբեր տեսակետներ այս պետության հայկական լինելու մասին եւ գսեին, որ Արամեյ է, բայց կապ չունի Արմենիայի հետ եւ այլն։ Սիրելիներ, դժբախտաբար ներկա քաղաքական վիճակը, ներկա քաղաքական այս միշտ կխոսին գսեն ուժը, որուն ցերկն է անե պատմությունը գերդողը, դժբախտաբար։ Այն ժամանակ, երբ որ հայերը ուժեղ էին, իրենց պատմությունը գերդեցին, բայց հիմա նավթը, հիմա զորքը, հիմա ուժը ուրիշներուն ցերկն է եւ դրա համար էլ դժբախտաբար մեր պատմությունն
ահավասիկ ուրարտական արձանիկները, որ ցույց տվեցի, եւ կտեսնեք Վանի թագավորությունը հզորության կակատնագետներ հասել Մենուայի շրջանին, Արգիշտի առաջինին եւ Սարտուրի երկրորդին թագավորների օրոք, որոնք ընդարձակված էին թագավորությունը տարածած էին հայկական լեռնաշխարհեն եւ նաեւ թեպի արևելք ու թեպի արևմուտք։ Արմենը, որ Սասունն է, ուրեմն Դայանը Դայքն է, Արարատյան Թաշտը եւ այնպեսով մեր ահավասիկ այս որմնանկարը, որ կտեսնեք, քանթակ է Վանի թագավորությունից հասել էր նաեւ Բարսկաստան, այնտեղ ուր ցույց կտա այստեղ հայ իշխանիմը, որ նվերներ կփերը եւ այս պատկերը պատկերացված է Պերսեպոլիսի մեջ, Բարսկաստանի այսօրվա Պերսեպոլիս, եթե երթակ կտեսնեք թե ինչ է։ Ուրեմն ուրարտական արվեստի օրինակներից անցնելով ես կուզեմ անդրադառնալ շատ կարևոր եւ հիմա պիտի ասեք, որ այս նորությունը քիչ անհավատալի է, բայց ես կթողնեմ ձեր հայեցողության։ Վստահ եմ շատ բոլորդ շատերդ գիտեք կամ թեկուզ մեկ անգամ լսած եք, թե մհերի դուր, մհերի թուր, մհերի թարբաս լսած եք, վստահ եմ։ Բայց ըստ ավանդության այստեղ փակված է աշխարհի անարդարությունից խռոված Սասնա ծրերու ցուցազներգության վերջին հերոսը փոքր մհերը։ Մի զրույցի համաձայն ամեն տարի համբարձման եւ վարդավարի գիշերը, երբ երկինքն ու երկիրը կհամբուրեն իրար, մհերը իր հրեղեն նժույքով դուրս է գալիս, շրջում է երկնքում եւ երկրում, բայց համոզվելով, որ թեր քեդինը չի կարող դիմանալ իր ծանրությանը, նորից վերադառնում է իր տեղը։ Պիտի խնդրեի, որ տեսնեք ահավասիկ։ Սա թուրմն է, որ փորակրված է ժայռերու մեջ, կգտնվի Վանի մեջ կամ Վանի շրջանին, իհարկե մեր հայ ցուցաբանության մեջ էր, որ մհերի մասին կխոսենք, իսկ իսկականը իբր մհերը դուրս է գալու եւ այնտեղից պիտի ազատե հայ աշխարհը չար ուժերից եւ հիմնելու երջանիկ թագավորություն, ավանդության մեջ բահբանվել է Միհր Աստուծո երկրորդ Քալստյան եւ աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը եւ քրիստոնեության մեջ այնտեղ է, որ քրիստոնյաները կհավատան, որ Քրիստոս երկրորդ անգամ գալով պիտի հաղթահարե պիտի հաղթի չարին, սատանային եւ պիտի փրկե աշխարհը։ Ուրարտուի արքաները Մենուան եւ Իշմունին փորակրել են մհերի թուրը եւ վրան թողել են սեբակիր արձանագրություններ։ Մհերի թուրը Ուրարտուի գլխավոր աստված Խալդիի պաշտպանմունքի մայրն է, գոչվել է Խալդի Թարբասներ, եղել է ուրարտական սրբավայր։ Սեբակիրը արձանագրություններում հին աստվածների անուններն են, նաև մանրամասնորեն գրված է, թե որ Աստուծուն քանի զոհեն մատուցան։ Բայց եկեք հիմա ցես զարմացնեմ։ Հայաստանեն մեկնինք դեպի արևմուտք։ Արևմուտք ասելով Եվրոպա չեմ հասկնար, Եվրոպային անցնինք, Օվկիանոսը կտրենք եւ ուրեմն երբ Օվկիանոսը կտրենք, կուքանք նոր աշխարհը, ամերիկաները, հյուսային, միջին եւ հարավային։ Եվ երթանք Պերու, հարավային Պերուն,
որ մոտ Բոլիվիայի սահմանին է։ Այնտեղ պիտի տեսնենք սրբադեղի լիճի մոտ իրենց սրբակույն լիճն է, որ Տիտիկակա կոչվի, ինչպես մհերի թուրը, որ Վանի մեջ է եւ Վանա լիճին մոտ է, ու այնտեղ սրբադեղի եղած է, ու մենք այնտեղ դարբեր մեհյաններ ունեցած ենք, այստեղ Պերուի մեջ Արամու մուրու Գամ Արամու մուրուն այս շրջանն է, բայց ընդհանուր այս Պերուի, այսպես ասենք, հարավային մասը կգոչվի հայու, նորեն գսեմ, ասիկա կրնակ Google-ի մեջ նայել, ես իմ ասածները մի հավատացեք, խնդրեմ, ովքեր որոնք կուզեն ցևով հասկանալ մհերի թուրը եւ Արամու մուրուն թուրը Թարբասը, որ հայու մարգա քաղաքին մեջն է, հայու մարգա, զուգադիպություն, այս թշպախտապար, որքան փորձեցի, թե մեր ինստիտուտներում մեջ, գործերում մեջ նայել, տեսնելու համար, թե ինչ համեմատություն եղած է, չի գար։ Նմանապես Պերուի արխիվներն ինչ որ գրծա գտնել եւ հավատացեք, թե գործադեցի դարբեր search մաշիններ եւ նաեւ AI-ներ, որովհետեւ տեսնելու համար, որ առաջին այդ տուրը, որ դուք տեսնեք, որ քանտակված է, նորեն գուզեմ ձեր ուշադրության բերել, նայեցեք, տեսեք եւ ճիշտ նույն ցևով ահավասիկ մհերի տուրը եւ ահավասիկ կտեսնեք մեր կոնե հայու մարգայի քաղաքի մեջ Արամու ժայրի փորակրությունները։ Արամու մուրուի ունի ժայրի մեջ փորակրված 7 մետրանոց քառագուսի դեսք, նույն չափով է նաև մեր մհերի տուրը։ Այսօր չեն գդարվել որևէ լուրջ հնագիտական հետազոտություններ, որոնք թույլ կտան բարձելու, թե երբ են տեղացիները սկսել բաշխել այս վայրը, համարելով այն սրբազան։ Համաձայն ավանդության Արամու մուրուն անունով քուրմը եղած պետք է լա, որ եկել է այսինքն թիմացեն եւ թիմացը դեպի արևելք է։ Արդյոք այս Արամու մուրուն, որ եկած է այստեղ, որպես քուրմ եւ իրենց համար սրբադեղի է պատրաստել եւ անունը դրել է հայու մարգա, դրան միջոցով մտել է երկրի մոլորակի խորքը, այնտեղ նայեցեք ինչպիսի համեմատություն կա, այս քուրմը մտնում է այս դրան տուրն է պատրաստում եւ մտնում է ներս եւ գսպասե թաքնված է այնտեղ եւ գսպասե այն օրվան, որբեսի դուրս գա եւ բրգե աշխարհը վադերից։ Իհարկե դժբախտաբար, երբ որ Պերուն նաեւ եվրոպական քրիստոնյաներու ցերկը անցավ, այս աստվածային դրան անունը փոխեցին եւ դրին դժողքի դուր։ Ինչու համար, որբեսի վախցնեն տեղացիները ասելու համար, որ դուք սխալ կբաշխեք։ Մենք ցեզի քրիստոնեությունը բերեցինք, ներկայացրեցինք, դուք կբաշխեք սխալ աստվածներ, դա աստվածային դուր չէ, դա դժողքի դուր է, բնավ մի երթակ այնտեղ զոհաբերություն ունելու աղոթելու, որտեղ այդոնք
աստվածներ չեն, իսկական աստվածը մեր եկեղեցիներու մեջն է, քրիստոնեությունն է։ Եվ այդպեսով դժբախտաբար այս հայու մարգա կոչված քաղաքը փլատակներու մեջ է եւ Արամումուրու այս թուրը ընդհանրապես մարդիկ չենալ խոսիլ իր մասին։ Ուրեմն սիրելիներ, նախ նորից կուզեմ շնորհակալություն հայտնել AMG հերոստանգերության տնօրինության եւ վարչական կազմին, որ արիթը դրվեց, որ կարենամ մեր աբակա սերունդին ներկայացնել մեր պատմությունը, մեր ազգային հերոսական պատմությունը, որբեսի իրենք սիրեն, սորվին եւ յուրացնելով հբարտ զգան, որ իրենք հայ են եւ իհարկե այս գիտելիքները նաեւ շարունակեն իրենց աբակա սերունդներուն։ Եվ ինչու չէ, ինչու պիտի չհբարտանանք, կանք պիտի լինենք ու թեր շատանանք։ Այսպեսով սիրելի բարեկամներ, կավարտենք մեր այսօրվա ելույթը, կցանկանանք ձեզ բոլորիդ բարի աշխատանք, բարի կյանք, մեր մայր հայրենիքին պայծառ երկինք եւ կանաչ ճանապարհ։ Ցտեսություն։